Վարդան Ստեփանյան, Դուշման Վարդան, Շուշիի հատուկ գնդի փոքր ամանատար։ Ընդամենը 26 տարեկան էր, երբ նրա կյանքն ընդհատվեց, բայց հասցրեց վառ հետք թողնել հայոց երկնակամարում։ Լուսավոր հոգով եւ գիտակցությամբ, անվախ ու ազնիվ, նա ձևավորվող հայոց բանակի մարտիկի եւ սպայի օրինակ էր։ Դարձավ նրանցից մեկը, որ դրեց բանակի հիմքերը։ 1983 թվականին Վարդան Ստեփանյանը փայլուն ավարտեց Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցը։ Նա կամավոր գնաց զինկոմիսարիատ եւ խնդրեց իրեն ծառայության ուղարկել Աֆղանստան։ Այնտեղ պատերազմ էր, նշանակում է հնարավորություն կար տիրապետելու ռազմական արվեստի գաղտնիքներին, փորձելու կոփվել իսկական մարտում։ Վարդանն ընդունվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Երկրորդ կուրսի ուսանող էր, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժում։ В 1988-м Ереван сотрясали митинги и демонстрации. Но Вартан считал, что только вооруженной борьбой, только силой можно отстоять правду. И он серьезно занялся подготовкой к этой борьбе. Հայդատ կազմակերպության հանձնարարությամբ Վարդան Ստեփանյանը զբաղվում էր զենքի գաղտնի առաքումով դեպ Հայաստան։ Այդ գործողություններից մեկը իսկական լեգենդ էր։ Վարդանին հաջողվեց խորամանկությամբ գերազանցելով խորհրդային հատուկ ծառայություններին Երևան բերել զենքի մեծ խմբականակ։ 88-ին Վարդանն առաջիններից նետվեց օգնելու Հայաստանի երկրաշարժից տուժած շրջաններին։ Երբ հաջորդ տարի սկսվեցին առաջին զինված բախումները, Հայդատի ղեկավարությունը որոշեց օգտագործել Վարդանի մեծ փորձը հայ մարտիկներին սկսվող պատերազմին պատրաստելու համար։ Վարդանը դարձավ Ասպետ ուսումնական կենտրոնի կազմակերպիչներից եւ գլխավոր հրանգիչներից մեկը։ Որքան էլ որ լարված էր իրավիճակը սահմանին, պատերազմի գլխավոր դաշտը Արցախն էր, եւ Վարդանը նետվեց այնտեղ դաշնակցական ջոկատներից մեկի հետ։ Դուշման Վարդանի մասնակցությունը նպաստեց, որպեսզի Տողի, Կրկժանի, Քարինտակի համար մղած մարտերում Ղարաբաղյան մարտիկները տանեն առաջին հաղթանակները։ Ազատագրեն Լեսնոյը, Մալիբեյլին, Ղուշչուլարը, Խոջալուն։ Այդ մարտերում Վարդանն իրեն դրսևորեց ոչ միայն որպես գերազանց մարտիկ, այլև հրաշալի հրամանատար։ Նույնիսկ մարտի թունդ պահին նա ազնիվ էր, երբեք ձեռք չի բարձրացրել գերիների վրա։ Նրա սիրտը լի էր կարեկցանքով եւ բարությամբ։ Մարտական ընկերները մինչ օրս հիշում են, ինչպես Խոջալույի ազատագրումից հետո նա ադրբեջանցի խաղաղ բնակիչներին տվեց իր դասակի ամբողջ օրապահիկը։ 92 թվականի մայիսի 9-ին Բեկորի Աշոտ Ղուլյանի վաշտի կազմում Վարդանն առաջիններից մեկը ճեղքեց մտավ Շուշիի ամենադժվար հատվածից։ Եվ մինչ ցնծացող հայ մարտիկները Ղազանչեցոց վանքի մոտ տոնում էին մեծ ու երկար սպասված հաղթանակը, դուշմանը գնաց հայկական գերեզմանոց։ Քայլում էր 5 գերեզմանների միջով եւ շիրմաքարերը գինով ցողելով ուրախ բացականչում։ Ցնծացեք նախնիներ, Շուշին ազատագրված է։ Լավ